Պարոն Եղնուկյան, որպես հիմնադիր խորհրդարանի անդամ, ինչ եք կարծում, որն է Լեռնային Ղարաբաղում Հայկ Խանոմյանին ծեծի ենթարկելու դրդապատճառները։ Ծեծի ենթարկելու դրդապատճառները մի քանիսն են, բայց ասենք, որ դա ամբողջ գալիս է մեր ընդհանուր կենցաղի մեջ արդեն մտած ծեծով հարցերը լուծելու, բռնությունով հարցերը լուծելու, ասած մոտեցումը կամ սովորությունը։ Սա իհարկե քաջալերվում է իշխանության կողմից, այն ձևով, որ երբեք չեն բացահայտում, թե ովքեր են ծեծել, հարց չի տրվում, եթե նույնիսկ ծեծողին ձերբակալում են, չեն ասում, թե քեզ ով հրահանգ տվեց, որ ծեծես։ Հետևաբար անպատժելիությունը, կամ այսպես ասած ռուսերեն լեզվով բեսպրեդելը օժանդակություն է ստանում իշխանական շրջանակներից ուղղակիորեն եւ դա երևում է նաեւ իրենց դեպքից հետո արած արտահայտություններից։ Ինչ կատարվեց Խանոմյանի դրդապատճառները, հավանական է համար առաջին դրդապատճառը նա էր, որ ուզում էին վախեցնեին Խանոմյանին եւ իհարկե Խանոմյանի միջոցով նաեւ Բաբայանին, որ իրենք հանգած չմտածեն, որ կարող են Արցախում որոնց է մի բան առաջարկել, դեռ չեմ ասում թելադրել, որովհետև Խանոմյանը դեռ թելադրելու լեզվով չէր խոսում, առաջարկության լեզվով է խոսում։ Այս որ նույնիսկ առաջարկներն են ծեծի ենթարկվում։ Դե իրենք միշտ կարող են գտնել եւ պատճառաբանել, որ վիրավորվել են, Խանոմյանը ճիշտ բառերը չի օգտագործել, բայց դա հեչ կապ չունի։ Գիտեք, մարդուն չեն ծեծում, դատաստան չի կատարվում, սա ինչ է։ Դատաստանը լինչի դատաստան է Արցախում։ Բայց ես ավելի ցինիկ եւ ավելի վտանգավոր բան եմ տեսնում այդ հարցակումի եւ ծեծի մեջ, քան այն սկզբից երևացող հանգամանքը, որ Բաբայանին կամ Խանոմյանին մեսեջ են ուղարկում, որ մի խառնվեք։ Կարծում եմ ավելի խորքային նպատակը նա է, որ եւ սա իմիջայնոց շարունակությունը այն ինչ որ կատարվեց Բերձորում, որտեղ եթե ինչպես հիշում եք հիմնադիր խորհրդարանը 100-ամյակ առանց ռեժիմի գնում էր Արցախ, այդ կարգախոսով 100-ամյակ առանց ռեժիմի եւ մենք ասում էինք, որ Արցախը դա Հայաստան է եւ վերջ։ Սա իրենց իշխանական օղակներին եւ այստեղ ես իշխանական օղակները չեմ տարբերում հայաստանյան արցախյանից, որտեղ Արցախի իշխանական օղակները ամբողջովին կախված են հայաստանյանից։ Իսկ հայաստանյանն ինչպես գիտեք, բուրգի վերևում է Սերժ Սարգսյանն, հետեւաբար ամեն ինչը գալիս է Սերժ Սարգսյանից։ Եթե Սերժ Սարգսյանը, այսպես ասած, դաբրոն չտա, հրահանգը չտա, ոչ մի բան այնտեղ չի կատարվի։ Հետեւաբար այն ինչ որ կատարվում է Արցախում, ամբողջովին Սերժ Սարգսյանի կամ անմիջական հրահանգով են կամ էլ իր իմացությամբ է կատարվում։ Հետևաբար հետ գալով թե խորքային եւ վտանգավոր նպատակը ինչ է իշխանությունների այս տեսով եւ կապելով դա Բերձորի հետ կապված, որտեղ երբ որ մենք ասում ենք, որ Արցախը Հայաստան է, իրենք մեզ ասում են ոչ, Արցախը անկախ պետություն է եւ դուք մի խառնվեք Արցախի գործերի մեջ։ Մեզի այն ժամանակ ասում էին, որ բայց ես ասել եմ, որ Արցախ չգնաք, բայց ես զուշացրել էին, չէ՞ որ հանգած Արցախ չմտնեք։ Արցախը անկախ պետություն է, իրենք կարող են ասել, թե ով կարող է մտնել, ով չի կարող մտնել։ Հետևաբար ենթագիտակցաբար կամ ասեմ, այսպես մեսեջներով մեզ ուզում են Արցախից անջատել։ Մեզ ասելով ես ուզում եմ հայությանը, ոչ թե հայաստանցիներին, այլ թե հայությանը։ Ուզում են որպեսզի Արցախը լինի առանձին եւ մենք Արցախի գործերին չխառնվենք։ Ինչպես որ արտահայտեց ՀԿ-ի խոսնակը Մարգարիտ Եսայանը, մեզ ասելով, որ Արցախի գործերի մեջ չխառնվենք։ Հիմա հարցը ծագում եւ սրա թաքնված վտանգը նրա մեջ է, որ այս արտահայտությունները, որ պաշտոնական խոսնակների, ոչ պաշտոնական խոսնակներ, ինչպես Մարգարիտ Եսայանն է, արտահայտում են, որ մի խառնվեք Արցախի գործերի մեջ, ժողովրդի մեջ զայրույթ է առաջացնում։ Եվ զայրույթը առաջանում է նամը, ոնց թե մենք չխառնվենք։ Բայց երբ որ մեր զավակները, մեր տղաները գնում են այնտեղ զոհվում են, այդ ժամանակ չեք ասում, որ Արցախի գործերի մեջ չխառնվենք։ Ինչու հիմա եք մեզ ասում Արցախի գործերի մեջ չխառնվենք։ Եվ այսպես իրենք արհեստական ձևով փորձում են սրել վիճակը եւ նորից, այսպես ասած, Ղարաբաղցի, հայաստանցի տարբերություններ դնել։ Դեք շատ մարդիկ սա մակերեսային բանային
միանգամից իրենց զայրույթը արտահայտում են Ղարաբաղցիների նկատմամբ, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն էլ Ղարաբաղցի են, դրա համար զայրույթը ասես բազմապատկվում է։ Եվ մակերեսային նայողները մոռանում են, որ այդ մեր Ղարաբաղցի եղբայրները եւ քույրերը շատ ավելի վատ վիճակի մեջ են, քան թե մենք Հայաստանում ապրողները։ Ինչ իմաստով, բռնությունների տեսակետով, բռնապետական բարքեր եւ բեսպրեդելը Արցախում շատ ավելի է խորը արմատներ ունի, քան թե Հայաստանում։ Եվ այնտեղի ժողովուրդը շատ ավելի մեծ վախի մթնոլորտի մեջ է ապրում, քան թե Հայաստանում։ Դրա համար չեն բողոքում, չէ՞, այնտեղ այդպես։ Չեն բողոքում են դրա համար, որովհետև մարդկանց անմիջապես վախեցնում են եւ նայեք ինչն է հետաքրքիր։ Ուրեմն Դերձորի դեպքերը արեցին առանց մասկաների, առանց երեսները թաքցնելու, իրենք բերեցին հայտնի կրիմինալ բանդակյանների, որոնց բանդից էին հանել եւ բերել, որպեսզի մեր վրա հարձակվեն։ Նաեւ ոստիկանները մասնակցեցին այդ գործողություններին, բացահայտ ձևով ոստիկանական համազգեստով դուբինք եկի իրանք ձեռքը, ոստիկանության քրեական բաժնի պետ Նվեր Միրզոյանը, թե ինչ է ազգանունը մոռացել եմ, որը անձամբ իմ ձեռքիցս հեռախոսս գողացավ եւ Դերձորի դեպքն եմ ասում, հիմա էլ այս անգամ նույն այդ հեռախոս գողանալու, արգավելու արարքը կատարվել էր Սիվիլնետի լրագրողի նկատմամբ։ Նույն բանը, հետեւաբար իրենք նաեւ այդ բանն են բացահայտ անում, ձեռքից այդ հեռախոսը, որով դու նկարահանում ես այդ անօրինականությունը, դրա են ձեռքից վերցնում։ Եվ օրը ցերեկով, ուրեմն Դերձորում արեցին ոստիկանները, իսկ Հայկ Խանոմյանի դեպքում զինվորականներ բանակի համազգեստով եւ սա էլ արվում է նորից դիտմամբ իմ կարծիքով, որպեսզի ասեն բացահայտորեն, որ մենք ինչ ուզենք, ոնց ուզենք, երբ ուզենք, ում ուզենք կարող ենք անել։ Բնականաբար սա որ լինում է Արցախում եւ արվում է արցախցիների ձեռքով, բնականաբար մարդկանց մոտ հակակրանք է ավելանում, որը աստի արդեն կար Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պատճառով, հիմա նորից է բորբոքվում է Ղարաբաղի խոսակցությունը, որը ուզում եմ նորից շեշտել, որ սա կեղծ թեմա է, սա արհեստական ձևով բացառված թեմա է։ Մենք Արցախի ժողովրդի հետ ոչ մի խնդրեմ չունենք եւ այո, մեր տղաները պետք է գնան եւ պետք է ծառայեն Արցախի սահմանին, որտեղ Արցախը Հայաստան է։ Եվ դա ոչ մի կապ չունի կրիմինալ ղեկավարության Բաքո Սահակյանի Արցախում եւ Սերժ Սարգսյանի Հայաստանում։ Մի խոսքով իշխանափոխության ցանկացած փորձ դաժանորեն ճնշում են, հա։ Այստեղ դեռ իշխանափոխության փորձը չէր արվել։ Հա, դեռ չէր արվել, բայց վախենում էին, որ ամեն ինչ դրան կտաներ արդեն։ Հայկ Խանոմյանի կողմից, որպեսզի որպեսզի առաջարկներ փորձեն անել։ Սա էր միայն եղածը։ Իրենք ասում են, որ Հայկ Խանոմյանը չափերը անցել է, ասելով, որ 100 երիտասարդի մատաղ արեցիք։ Հա, այդ խոսքը միայն Հայկ Խանոմյանը չի ասում։ Հայաստանի 90%-ը հիմա դա է ասում արդեն։ Ում են որ հիմա հարցնեք, բոլորն ասում են, որ այո, դուք այդ 118-ից 20 տարեկան երիտասարդներին մատաղ արեցիք։ Ինչի համար, որովհետև փամփուշտ չկար, զենք չկար, թիկունքը ապահովված չէր, հագուստ չկար, ուտելիք չկար, տանկի մեջ բենզին չկար, վարարանույթ չկար, եւ այլն եւ այլն։ Հրամանատար իր տեղում չէր, պես որ մատաղեցի հրամանատարը, որ տեղում չի եղել։ Եվ նման բաներ, տարիներ շարունակ փողացել եք եւ լափել եք բանակի հասանելիք գումարները, մսխել եք այդ գումարները, եւ դրա հետևանքը եղավ, որ 100 ավելի մեր մատխաշ սերունդի մեր երիտասարդները մատաղ եղան հայրենիքը պաշտպանելու համար։